Ողջույն, սպորտ կոմեդի ալիքում նոստալջիկ խորագրով վիդեոների շարք ենք սկսում, որտեղ կհիշենք հիշարժան ֆուտբոլային հանդիպումներ։ Այս տեսանյութը փորձնական է, կախված ձեր արձագանքներից կորոշենք շարունակել թե չէ, այնպես որ գրեք ձեր ցանկացած խաղերը, որոնց մասին կուզեք հիշել։ Եվ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել ու լայքել, որ մենք էլ մի բանի տեր դառնանք։ 2014 թվական աշխարհի առաջնություն Բրազիլիա, Գերմանիա ոչինչ չէր հուշում սպասվող աղետը բրազիլացիների համար։ Մենք շատ ենք հիշում Հայաստան, Վրաստան, Հայաստան, Իտալիա, Հայաստան, Նորվեգիա խաղերը։ Սա բրազիլացիների համար լրիվ նույն բան։ Ecke kommt. Müller! Und da ist die Möglichkeit für Klose und Lahm. Müller ist durch. Շատերը այս աղետալի պարտությունը կապում են Նեյմարի եւ Տիագո Սիլվայի բացակայության հետ, բայց երկրպագուները դա չէին նկատում։ Կիսաեզրափակչից առաջ ֆաները պաստառներ էին պատրաստել, որոնց վրա գրված էր. «Պատրաստվեք, 6-րդը գալիս է»։ Աղից առաջ ֆուտբոլիստները հատուկ գլխարկներով էին ի աջակցություն վնասվածք ստացած Նեյմարին։ Կարճ ասած, անպարտելի շարքը, որով անցել էր Բրազիլիան, խամրեցրել էր իրականությունը։ Իսկ իրականում աշխարհի հնգակի չեմպիոնների պաշտպանությունը առանց Սիլվայի ուղղակի կազմաքանդված վիճակում էր։ Որ պաշտպանությունը քանդված էր, դա երևում է հատկապես բոլոր գոլերի ժամանակ։ Երիտասարդ Կրոսի խփածից մինչև արդեն տարեց Միրոսլավ Կլոզե 0 դիմադրություն։ Կարծում եք սա միայն որևէ ֆուտբոլիստի բացակայության պատճառ էր։ Ես այդպես չեմ կարծում։ Իմ կարծիքով բրազիլացիները այն ժամանակ պարտվեցին գերմանական կարգապահությանն ու մինչև այսօր պարտվում են։ Նրանք ավելի լավն էին, քան մենք։ Սա շատ տխուր օր է, որից պետք է սովորել։ Ինձ կհիշեն որպես 7-1 պարտված մարշի, սակայն ես հասկանում էի այդ ռիսկը, երբ ստանձնում էի պաշտոնը։ Ես էի ընտրել կազմը, տակտիկան, սա իմ ընտրությունն էր։ Ասել է այդ ժամանակվա Բրազիլիայի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, որի գլխավորությամբ բրազիլացիները նվաճեցին իրենց 5-րդ աշխարհի չեմպիոնությունը 2002 թվականին։ Իսկ ահա գերմանացիներից Թոմաս Մյուլլերը կարծիք հայտնեց խաղից հետո, որ խաղն այլ ընթացք կարող էր ունենալ։ Իհարկե մենք նման արդյունք չէինք սպասում, բայց խաղն այլ ընթացք կարող էր ստանալ։ Դուք տեսաք, թե նրանք ինչ արագ արձագանքեցին ու գնացին առաջ, հետևում բաց տարածություններ թողնելով, որոնցից մենք շատ լավ օգտվեցինք։ Դեռ այն ժամանակ էր երևում երիտասարդ գերմանացու առաջատարի ձիրքը։ Նա նաև ասել է. «Ես կոչ եմ անում խաղընկերներից երկնքում չսավառնել ու հոգի դնել եզրափակիչ խաղի համար»։ Թե որն էր եզրափակիչը ու արդյոք կուզեք դրա մասին նույնպես տեսանյութ տեսնել, գրեք մեկնաբանություններում։ Չմոռանաք բաժանորդագրվել ու լայքել, որ հիշելու բան էլի ունենանք։ Լավ եղեք։